Ողջույն, ես Լովսկիադի Ֆրիմյան Հայրիկի անվան միջնակարգ դպրոցի սովորող Գայանեն եմ։ Մեզ հանձնարարված էր աշխարհություն առարկայի շրջանակներում կատարել ռեֆերատ։ Քանի որ մենք զարգացել էինք կրթական հարթակը օգտագործելով, որոշեցինք ռեֆերատները կատարել ցուցադրության միջոցով։ Ես ընտրել եմ Եվրոպայի երկրներից մեկը Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունը, որը գտնվում է Կենտրոնական Եվրոպայում։ Առաջին էջում լրացրել ենք թիթխոսաթերթը, երկրորդ էջում ներածությունը, որը իր մեջ ներառում է Գերմանիայի մասին կարևոր մտքերը, փինի միջոցով ներկայացրել ենք Գերմանիայի կրթությունը։ Գերմանիան Եվրոպայի ամենախիտ բնակեցված երկրներից է, որի պաշտոնական լեզուն գերմաներենն է։ Տուրիզմ և տեսարժան վայրեր։ Կտեսնենք այս ամրոցը, որը գտնվում է Գերմանիայում Ռայնլանդ-Պֆալց հողում, 12-րդ դարից մինչև հիմա այն պատկանում է Էլստոհմին։ Իսկ սա Տրոմլաու համայնքն է։ Ավտոմոբիլաշինություն։ Առաջին մեքենան ուներ 3 անիվ, մեքենան, որը արտոնագրվել է 1886 թվականին Կարլ Բենցի կողմից և հագեցած էր ներքին այրման շարժիչով։ Հիբրիդային ավտոմեքենա ցանցից լիցքավորման հնարավորությամբ, ներկայացնում է շարժիչների ժամանակակից կոնցեպտը, այդ թվում նաև տրանսպորտային մեքենաների համար։ Մշակույթ։ Գերմանիայի խոհանոցի հայտնի ուտեստներից է տապակած նրբերշիկները կարտոֆիլի և կաղամբով աղցանի հետ։ Գերմանիայում հիմնականում առավել հայտնի և սիրված է խոզի միսը։ Միջինում գերմանացիներն ամեն տարի սպառում են ավելի քան 84 կիլոգրամ միս։ Տոներ։ Գերմանական միասնության օրը ազգային տոն Գերմանիայում, սկսած 1990 թվականից, նշվում է հոկտեմբերի 3-ին, համաձայն Գերմանիայի միավորման պայմանագրի, որով ԳԴՀ-ն մտավ ԳՖՀ-ի մեջ, աշխատանքային օր չէ, և հայտնի մարդիկ։ Նորա Շիրները ծնվել է 1981 թվականին վավերագրական կինոռեժիսոր Յոահիմ Շիրների և ռադիոլրագրող Վալտրաուտ Շիրների ընտանիքում։ Եզրակացությունն իր մեջ ներառում է այն ամենը, ինչ ես սովորեցի Գերմանիան ուսումնասիրելիս։